Բարև ձեզ, ես Լիլիթն եմ, ես վարում եմ Գերմանիայի մասին բլոգ։ Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչ թեմաների շուրջ արժե խոսել գերմանացիների հետ, կամ որ հարցերը գերմանացիների կողմից կընկալվեն որպես անկախության նշան։ Եվ այսպես գնացինք կետ առաջին գերմանացիների հետ խորհուրդ չեմ տալիս զրուցել նացիստական Գերմանիայի վերաբերյալ թեմաների շուրջ։ Գիտեք, որ արդի Գերմանիան փակել է իր նախնիների արածը եւ մերժելով եւ դատապարտելով այդ ամեն ինչը շարժում է լրիվ այլ ուղղությամբ։ Հետևաբար փոքրինչ անհարմար կլինի զրուցել այդ թեմաների շուրջ, երբ որ արդեն գերմանացիները իրենք ընդունում եւ իրենք անձամբ դատապարտում են այդ ամենը։ Հետևաբար, եթե ուզում եք մտերմանալ գերմանացիների հետ, խուսափեք այդ թեման արծարծելուց։ Երկրորդը, անդակնություն կարող է թվալ, երբ որ դուք հանկարծ սկսեք հետաքրքրվել մարդու կարգավիճակի մասին, մասնավորապես նա ամուսնացած է, երեխաներ ունի, կին ունի, կամ առհասարակ ինչի կարգավիճակում է նա գտնվում։ Նման հարցերը շատ անձնական եւ ինտիմ են եւ հատկապես եթե դուք նոր եք մարդուն ճանաչում, ապա այդ հարցերը թողեք հետագայի համար, երբ դուք այդ մարդու հետ արդեն կարող եք հանգիստ խոսել այդ թեմաների շուրջ եւ համարվում եք մտերիմներ։ Երրորդ, խիստ բացասական կարող է ընկալվել մարդու անձնականի վերաբերյալ հարցերը, մասնավորապես, բա երբ եք ամուսնանում, բա այսքան իրար հետ ապրում եք, երբ եք որոշում ձեր հարաբերությունները պաշտոնականացնել, կամ բա երբ եք երեխա ունենալու, կամ առհասարակ ինչու եք որոշել երեխաներ չունենալ։ Այս բոլոր հարցերը շատ ինտիմ են համարվում եւ գերմանացիներն են իսկապես շատ անկեղծ են այս հարցերում եւ կարող են պարզապես ձեզ պատասխանել, որ դա ձեր գործը չի։ Կարծում եմ, որ նման հարցերը իսկապես շատ ինտիմ են եւ այդ հարցերը պետք է չտալ ոչ միայն գերմանացիներին, այլ բոլորին։ Այստեղ ասեմ հետաքրքիր է, որ այդ հարցերը անգամ չեն տալիս մտերիմ հարազատները, մտածելով, որ դա իրենց գործը չէ։ Իսկ եթե դուք իսկապես հետաքրքրված եք այդ մարդու ճակատագրով եւ չեք կարողանում դիմանալ գայթակղությանը նման հարցեր տալ, ապա դուք կարող եք առավելագույնը հարցնել, թե ինչ պլաններ ունի ապագայի հետ կապված։ Եթե այդ խոսակցության ընթացքում նա կիսվի իր պլաններով եւ ձեր հարցերը բավարարվեն, ապա կարող է միայն ձեզ շնորհավորել, իսկ եթե ոչ, ապա լրացուցիչ հարցեր տալ առհասարակ խորհուրդ չեմ տա։ Չորրորդ կետ, Գերմանիայում ընդունված չէ նաև հարցնել տարիքը։ Հայաստանում այսպիսի խոսք կա, որ կնոջը տարիք չեն հարցնում, բայց այստեղ տարիք չեն հարցնում ոչ մեկին։ Ճիշտ է, Հայաստանում երբ որ մարդու հետ ծանոթանում ես, առաջինը հնչում է ինչ է քո անունը, ապա տարիքը, ապա այստեղ տարիքիդ մասին ինֆորմացիան կարող է մարդուն հետաքրքրել շատ ավելի ուշ։ Եվ ձեզ էլ խորհուրդ կտամ այդ տարիքի մասին հարցերը թողնել փոքրինչ ավելի ուշ։ Նման հարցերը կորակվեն ոչ բարեկիրթ, իսկ ձեզ կընկալեն որպես կպչուն մի անձնավորություն, այսինքն չամուր։ Հինգերորդը, գերմանացիներին կարող եք հարցնել նրա աշխատանքի մասին, ինչ գործառույթներ է նա իրականացնում, սիրում է իր աշխատանքը եւ այլ մանրամասներ։ Գերմանացիները սիրով ձեզ կպատասխանեն, բայց երբեք մի հարցրեք, թե որքան գումար է նա վաստակում։ Առաջինը նա երբեք դա ձեզ չի ասի եւ երկրորդը դուք կհայտնվեք շատ անհարմար վիճակում։ Վեցերորդ, կրթության վերաբերյալ հարցեր։ Ես իմ անձնական օրինակի վրա փորձեմ ձեզ բացատրել, թե ինչ նկատի ունեմ։ Ես ընկերներից մեկի տանն էի եւ նոր էի ծանոթանում, մենք ջերմ զրուցում էինք եւ հետո մայրը հանկարծ հարցրեց, թե Հայաստանում քանի տարի են դպրոց գնում եւ ես քանի տարի եմ գնացել։ Անկեղծ ասած փոքրինչ զարմացա, դե բնականաբար ասացի, որ ես 10 տարի եմ գնացել, իսկ օրինակ հիմա 12 տարի են գնում, ավելացրեցի, որ ունեմ բարձրագույն կրթություն, ավարտել եմ նաեւ մագիստրատուրա։ Նա բավականին ուրախացավ եւ ոգեվորվեց, հետո ես հասկացա, որ այդ հարցի միջոցով այդ կինը փորձում էր իմանալ իմ կրթության մակարդակը եւ այնպես էր հարցը ձևակերպել, որպեսզի ես չվիրավորվեմ, եթե հանկարծ օրինակ համալսարան չեմ ավարտել կամ առհասարակ չունեմ բարձրագույն կրթություն կամ առհասարակ չունեմ որևէ կրթություն։ Գերմանացիները հարցը այնպես են տալիս, որպեսզի չվիրավորեն ձեր մարդկային արժանապատվությունը եւ հետեւաբար էլ նույնն էլ սպասում են ձեզնից։ Վերջերս բունդեսթագի ընտրություններն են եւ մեծ քարոզարշավ ծավալվեց։ Գերմանացիները բնականաբար շատ են սիրում այդ հարցերի շուրջ զրուցել
զրուցել, բայց երբեք գերմանացուն մի հարցրեք, թե ում են նրանք ընտրելու։ Եթե Հայաստանում որոշ մարդիկ չեն բացահայտում այդ գաղտնիքը, քանի որ վախենում են կամ այլ հանգամանքներ կան, ապա գերմանացիները պարզապես չեն ասում, քանի որ համարում են դա իրենց անձնական գաղտնիքը, քանի որ ընտրությունները եւ առհասարակ այդ ոչ պրոցեսը գաղտնի է անցկացվում, հետեւաբար էլ անհրաժեշտություն չեն գտնում կիսվել այդ ինֆորմացիայով։ Հետևաբար, եթե զրույցի ընթացքում, մանավանդ քաղաքական զրույցի ընթացքում գերմանացիները չեն խոսում, չեն բացահայտում, թե ում են ընտրելու, ապա նման հարց տալ կարծում եմ ավելորդ կլինի։ 8-րդ հարց. Ես ձեզ խորհուրդ կտամ երբեք չտալ հարցեր, որոնք պարունակում են քննադատական ելևէջներ։ Օրինակ, երբ ես նիհարելու, երբ ես չաղանալու, բա ինչու չես մազերդ կտրում, բա ինչու չես ոճդ փոխում, բա ինչու ես ընտրել հենց այս ոճը, այս բոլոր հարցերը կարծես ակնարկում են, որ այդ մարդու հետ մի բան այն չէ։ Հետևաբար գերմանացիները ձեզ կարող են պարզապես համարել տարօրինակ մարդ եւ ամենակարևորը անտանտ եւ խուսափեն ձեզ հետ որևէ կերպ հարաբերվելուց։ Հետևաբար այս ամեն ինչը մարդու ընտրության հարց է եւ դուք չէ որ պետք է այդ մարդուն դատեք։ Ահա եւ ձեզ ներկայացրեցի 8 դիտարկումներ, թե ինչ հարցերի շուրջ չարժե զրուցել գերմանացիների հետ։ Եթե դուք ունեք այլ դիտարկումներ, ապա ուրախ կլինեմ տեսնել դրանք կոմենտներում։ Ձեզ սպասում են այլ տեսանյութեր, իսկ հիմա ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Շնորհակալություն դիտման համար։